Ամենավտանգավորը մենք էինք փաստացել, ես որ Բրյուսել էի գնում, Նիկոլոսը Բրյուսելի տեղը չգիտեր, միակ բանը որ Բրյուսելում կար, երևի այդ ճիշիկանող տղայի Արսանը գիտեր, ուրիշ ոչ մի բան չգիտեր Բրյուսելից։ Հիմա ինքը ինձ ու իմ կուսակցությանը, որը 15 տարվա եվրոպական կուսակցական անդամության փորձ ունի եւ աշխատանքի փորձ եվրոպական բոլոր ամբիոններում, այն կուսակցությանը, որը կնքել է 17 թվականին նոյեմբերին սեպան, որ առ այսօր բոլոր եվրոպական փաստաթղթերում համարվում է բազային փաստաթուղթ ԵՄ Հայաստան հարաբերությունների համար, մեզ համարում են վտանգավոր։ Մեր վտանգը մի բանի մեջ է, մենք ճշմարտությունն ենք ասում, դրանով ենք վտանգավոր Նիկոլի։ Միասին եք չեք գնաց Եվրոպա պարոն։ Ես հետո չեմ գնա, ես Ղարաբաղը հետո գնացի հանձնեց, ուր էր Եվրոպա գնա, Եվրոպան հանձներ։ Ես ճիշտ հասկացա, ձեզ փոխանցեցին, որ բանավոր փոփոխություն է եղել, որևէ գրավոր։ Ես որևէ բան չեմ պարզաբանում, քանզի ամեն ինչ տեսախցիկների վրա կա։ Դատեք ինքները ժողովրդավար Հայաստանում ոստիկանության կողմից իրականացված գործողությունները, որոնք քաղաքական ապօրինի հրահանգավորման հետևանք են, խոչընդոտում են ժողովրդավարական ակցիայի իրականացմանը։ Սա էր պետք ապացուցել մեզ, գիտեք, երբ որ այս ակցիան մտածում ենք, մենք երկու սցենար ունենք, մեկը որ գնալու ենք միջև վերջ ու կանգնենք, ինչին վրա կզարմանանք, որտեղ կոսենք, որ այսքան պլոճիկ ունեն, թողել մենք էլ գնանք կանգնենք, ես Նիկոլեն։ Եվ այս տարբերակը, որ եվրոպացիներին ցույց տանք, որ ձեզ հետ պլակատ ձեզ ցույց տալու համար հարյուրավոր ոստիկաններ են կանչել, 3 կիլոմետր հեռու բլոկպոստ են դրել, որ հանկարծ չմոտենանք։ Պարոն Աշոտյան, ինչ եք անում։ Ստացանք արդյունքը։ Սա էր, պետք ստացանք արդեն, գիտեք, այսօր էլ վաղներ սա էլ ասեմ։ Այսօր էլ վաղներ քաղաքում տարբեր ակցիաներ լինելու են, ապակենտրոն ձևի, մենք վաղնել ենք ակցիա անելու ԵՄ Հայաստան գագաթաժողովին եւ Երևանյան երկխոսություն կոչվող նոր թիթիզության առիթով անպայման դրա հետ կապված ակցիաներ անելու ենք, հետևեք մեր հայտարարություններին, իսկ ես վստահ եմ, որ Երևանում կան հազարավոր ակտիվ քաղաքացիներ, որոնք այս օրերին շարունակեն իրենց ապակենտրոն ակցիաները, այդ թվում այստեղ հավաքված մարդկանցից։ Կազմակերպված մասը մեր ցույցի համարում ենք այսքանով, այս ակվարիումով եւ այս բլոկպոստով ավարտած, Նիկոլը կանխատեսելի է, ինչպես տեսակ, շատ կանխատեսելի, պրիմիտիվության աստիճանի կանխատեսելի։ Շնորհակալություն ոստիկանությանը եւ Նիկոլ Փաշինյանի իշխանություններին մեզ այս իրեղեն լրջագույն ապացույցը տալու համար, որ Հայաստանում չկա ժողովրդավարություն, որ մենք կանդալված ենք եւ այն պլակատը, որ բռնելով եկել ենք, դա է այսօրվա Հայաստանի պատկերը։ Կհանդիպենք մեր մյուս ակցիաներին, շնորհակալ եմ։ Տարբեր ապակենտրոն բաներ, այսօր էլ վաղներ։ Ինչ կա Եվրամիության 6 ուժերի նամակը ես ստանալով մեր գործընկեր կուսակցությունների համաձայնությունը տարածել եմ գագաթաժողովի գրեթե բոլոր մասնակիցներին, գրեթե բոլոր, բոլոր, իսկ գրեթե բոլոր ասելով նկատի ունեմ Զելենսկուն չեմ ուղարկել, այդպես ասեմ, բանին Մոլդովայի Վարշավա, այսինքն ԵՄ-ից դուրս արևելյան գործընկերության ոչ ԵՄ անդամ երկրների ղեկավարներին չենք ուղարկել, որովհետև իրենք էլ այսպես ասած նման գագաթաժողովների երկրորդ սաստավն են, ոչ թե առաջի։ Առաջի սաստավը ԵՄ ղեկավարությունն է եւ ԵՄ անդամ ազգային պետությունն է։ Դրա համար արևելյան գործընկերության երկրներին եւ այլ ամենակ Թուրքիային էլ չենք ուղարկել, չենք ուղարկել բնականաբար, ուղարկել ենք միայն նրանց, ում ձայնից բանա կախված Հայաստանի հետ կապված այս հակաժողովրդավարական զարգացումները կասեցնելու համար։ Շնորհակալ ենք։